Տալատը բերեց, որ իրան թխանգարի։ Հարցնում են ջրելուց առաջ ասում են ապեսը խաղում ես, ջրենք, որ ասում ահա, փոքրերին է վերաբերում է, որ համաձայնվում են խաղալ, նոր ջրում են։ Անի Ալեքսը զբաղված է։ Ես եկեք պատմեմ են պատմությունը, որ ասեցի մեր ծանոթներից մեկի հետ է պատահել ես վերջերս ու նման դեպքերում ընդհանրապես շատերը կան, որ ամուսնացած են օտարազգիների հետ ու այդպես պատկերացում չունեն ինչ խնդրի առաջ կարող են կանգնել, հանել այդպես ձեզ ոնց որ մի փոքր ինֆորմացիա կասեմ, հետո աղջիկներից մեկը նաև գրել էր, իրան հետաքրքիր էր թե ինչ եղավ, ասել է ու չէ պատմել, ես խառը ճանապարհորդության ենք պատրաստվում, ճամպրուկները, գնումներ, մի խոսքով ու այդպես չէր ստացվում հանգիստ նստեմ ու պատմեմ, հիմա եկեք ես ձեզ պատմեմ։ Այս կինը իրանք ամուսիններ չեն ավել ճիշտ, իրանք Բելգիայում այսպես է, եթե ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն լինում, իրանք իրար չեն ասում, որ ամուսիններ, որ խոսում ես էլ, ասում է իմ կոպանը, այսինքն ընկերուս հետ եմ ապրում կամ ընկերոջ հետ եմ ապրում։ Ես ասել եմ էլի, որ այս տղամարդը մոտապես 4-5 տարի առաջ մի հիվանդությամբ է հիվանդացել, որ բժշկությանը հայտնի չէր իր հիվանդությունը, շատ երկար ժամանակ բուժվում էր, արդեն 4-5 տարի էր ու բավականին դժվար երկար բուժում էր ստանում։ Իրանք այդպես ամուսիններ չէին, ասեցի, ընկերուհիներ, տարիքով անձնավորություններ էին, ինքը ունի տղա, իր տղայի հետ ինքը չի շփվում, այս կինը, ավելի ճիշտ տղան չի շփվում իր հետ, ինքը կարելի ասել այսպես մենակ է, ում հետ որ ապրում էր ինքն էլ ունի համել ժամանակ Ալեքսն եմ նայում, հանդեպ որ համոզված լինեմ, որ երեխեքի հետ ճիշտ է փոքր է, բայց ամեն դեպքում մեծեր են, ուշադիր են, բայց ամեն դեպքում որ չնեղացնեն, էլի։ Ինչև են քեզ այս տղամարդն էլ ուներ նախկինում, կինը երևի թե մահացած է եղել, ունի երեխաներ, մեծահասակ երեխաներ են, էլի այդպես իրան տիրություն չեն անում, այսպես ասած, Բելգիայում երեխաները այդքան շատ իրար տիրություն չեն անում, ծնողներին, ու այս մարդիկ իրանցով հանդիպել են, եկել են տուն են վարձել, միասին ապրում են։ Այս տղամարդը տունը վարձել էր այս տղամարդու անունով էր տունը, իսկ կինը ուղղակի այդտեղ գրանցված էր։ Հարևանուհիս ինքը այն որ տարիքով այն որ հարևանուհիս տարիքով մեծ է, ինքն էլ մի փոքր գիտեք ինչ բնավորություն ունի, տունը եթե եվրոպական որոշ լոգներ նայած լինեք, տեսանյութերը, որ գնում են շատ կեղտոտ տներ են լինում, մաքրում են, կինը բավականին տարիքով մեծ է ու այդքան շատ մաքրությանը ուշադրություն չի դարձնում ու բավականին երկար տարիներ, եւ եթե ինչ-որ ապրում են, 30 տարի իրանք ապրում են այդ տանը վարձով, ամեն ինչ կուտակել է, ես մի անգամ որ իրանց տուն գնանախ, շատ վատ հոտ է գալիս, այդ որ բարձում է, սենց հոտը մի անգամից սենց վրա է տալիս, տանը սենց սարանդոստիկները սենց կախված է, ես մի քանի անգամ իրեն առաջարկել եմ, ասել եմ եթե հարկ լինի, ես կարող եմ քեզ գալ օգնել, մաքրեմ առանց որևէ ֆինանսի էլի ուղղակի, ինքը միշտ ասում է չէ, որովհետև ինքն էլ ամաչում է, ինքը գիտի որ խնդիր կա, միշտ մերժում էր, բայց ասել եմ էլի, եթե խնդիր լինի, ինչ որ պատրաստում է, իր համար պատրաստում է, ինքը որպես մարդ շատ լավ մարդ է, բարի մարդ է, երբեք այդպես ոչ մի հարևանից չի խոսում, չեմ նկատել, որ գա մի հարևանից խոսի կամ ինչ-որ բամբասկոտ բնավորություն չունի, ինչը իմ համար շատ կարևոր է, բայց այդպես ինքը միշտ իր կեսից անջատվեց է,
Գնացի Ալեքսի մոտ օգնության էի հասել տղոս։ Ուրա, ինչ անում, գալիս է։ Ուրա գալիս ջրով։ Լավ, ինչ է ասում, ուրեմն որ Հնդկաստանում ենք, ես ամուսինը, այդ մարդը մահանում է, ում քան որ մահանում է, տունը տան պայմանագիրը այդ մարդն է ստորագրած լինում, տանտերն էլ գալիս է որ ցավակցի, ինքը ընդհանրապես շատ լավ մարդ է տանտերը, ինչով է լավը, որովհետև Բելգիայում շատ դժվար է լավ տուն գտնել, լավ մարդուց ու շատ դժվար է նաև լավ ոնց են ասում, որ տունդ գա մնա, վարձակալ գտնելը, որովհետև վարձակալը կարա գա, տունդ ավիրի, դու դրանից հետո, չգիտեմ, պլատակներ հայտնաբերես ու կարա դու վարձակալես տունը, խնդիրներ լինի ու դու անընդհատ դժվարությամբ գտնես, օրինակ, չգիտեմ, տրուբան ծակվի, եթե այդ մարդը օրինակ նույն քաղաքում չի ապրում, ենթադրենք ապրում է Բրյուսելում, ինքը մասնագետ չի, ինքը պետք է մեկ այլ մասնագետ գտնի այդ տրուբան սարքող կամ ջեռուցումը փչացել է, ինչ-որ մի բան որ լինի, կարա մի որոշ ժամանակ լինի, այսինքն դու իրան ես ասում, դա իրանք պետք է անեն, բայց որ մի անգամից նույն վարկանին գա հասնի ու տունը կարգի բերի, դա էլ դժվար է, այդ մարդուն էլ ոնց որ եթե ինքը մասնագետ չի, տրուբայից չի հասկանում, ինքը նախ պետք է գտնի մասնագետ, մասնագետներ գտնելը դժվար է Բելգիայում ու հետո պետք է որ կազմակերպի գան տունը սարքեն, դա կարա տևի, ասենք մի քանի շաբաթ կարա տևի, ասենք մի շաբաթ կարա տևի կամ այդ մարդուց էլ որ ձեր տունն էլ լինի, այդ քո սեփական տունն էլ լինի, եթե տրուբան ծակվում է, եթե դու չես հասկանում, էլի կարա դժվար լինի, էլի մասնագետ գտնելը։ Ինձ կհասկանան այն մարդիկ, ովքեր որ Բելգիայում են ապրում։ Իսկ մեր այդ տանտերը ինքը շատ լավ մասնագետ է ամեն ինչի, ինքը եթե ինչ-որ մի բան փչանում է, դու ցանկացած ժամի իրան ասում ես, գիշերը ժամը 1-ին էլ որ մի հատ նամակ գրես, ասես, գիտես, տրուբան ես ինչ բանը փչացել է, առավոտ շուտ ինքը իր գործիքները ձեռը գալիս է, ամեն ինչ սարքում, կարգավորում տալիս է քեզ։ Այդ առումով այս մարդը շատ պունկտուալ է ու ինքն էլ ոնց որ ուզում է, որ իր տան մնացողներն էլ պունկտուալ լինեն։ Միշտ խնդիր կար, օրինակ դուք էլ միշտ ինձ ասում եք վարակույրները, որ տեսել եք մեր մոտ պատուհանի կեսից վարակույրներ կա, էլի ասել են աղջիկները, օրինակ Լիանա ջան, չի չես ուզենա այդ վարակույրները հանես, իրական ես չեմ էլ կարող այդ վարակույրները հանեմ, որովհետև 6 բնակիչ ենք, 6-ս էլ ունենք այդ նույն վարակույրներից, մի հատ մարդը որ չէր կախում այդ վարակույրները, ավելի ոչ թե չէր կախում, այդ հարևանուհիս էր, որ այս կողմը սենց հրած տգեր էսպես լինում, իսկ ինքը զինվորականի ընտանիքում էր մեծացել, այդ զինվորական մտածելակերպով, ասում էր, ես որ գալիս եմ իմ շենքին նայում եմ, ուզում եմ, որ սենց շենքս նույն ձևով լինի, էլի։ Ինչև է, ընկերներ ջան, գալիս է որ ցավակցի ու համել պայմանագիրը, որպեսզի դա արդեն խզվել է ստացվում է պայմանագիրը, պետք է նոր պայմանագիր կապի, արդեն այս կնոջ հետ, գալիս է տեսնում է, որ տունը ահա որ վիճակում է, այդ տանը հնարավոր չի ապրելը ու հաշվարկանում մոտավորապես 25-27 հազար եվրոյի վնաս կա, որովհետև ինքը ամբողջությամբ հիմա տունը պետք է վերանորոգի ու բացի վերանորոգելը շատ վատ հոտ է գալիս տնից, ահա որ ինքը որ դուրը բացում է, շատ վատ հոտ է գալիս մի խոսքով, այդ հոտն է չգիտենք ոնց պետք է վերացնի։ Ինչև է ընկերներ ջան, մոտավորապես բավական մեծ ծախսի տակ անկել ու ասել է, որ ես չեմ վերանորոգ, գազով, ջախով, ամեն ինչ կոտրած, փչացած, խողովակները, ինչ-որ ջուրը չի գալիս, ինքը ուղղակի ջուրը փակել է ու վաննան չի օգտագործում, մի ընթացք կար ինքը չէր լողանում ընդհանրապես, այդ մարդը որ հիվանդ էր չէր կարողանում շարժվել, բուժքույրը եկել էր, այդպես ուղղակի բան էր անում, բուժքույրը ամեն օր գալիս էր ու թաց շորով այդպես սրբում էր ու ինքը գտել էր, որ ինքն է կարա չլողանա այլևս ու այդպես ուղղակի չոր շորով իրան բան էր անում, ինքը որ բան էր անում, քայլում էր, ինչ-որ մեկին հանդիպում էր, այդպես շատ տգեղ հոտ էր գալիս էլի, մի խոսքով որ այդ ձևել տունն է էլի, ու այդ մարդը ասել է, ես էլ ձեր հետ պայմանագիր չեմ կապի, նոր տուն գտեք, ես կինը բնականաբար դժվար է իրան նոր տուն գտնելը, որովհետև
քանի որ տղամարդը թոշակ էր ստանում, իր թոշակը բավականին բարձր էր, այս կինը թոշակ ստանում, բայց քրապայով է ստանում, քրապանենա, երբ որ քո թոշակի չափը չի բավարարում ու մինիմում թոշակ են ստանում, ինքն այդ թոշակից է ստանում ու տուն գտնել, այդպես գնալ, համոզել ինչ-որ մեկին նոր մարդ, հետո ինքը լևես չի կարա, օրինակ, երբ որ նոր տուն ես գնում վարձում, ոնց է լինում, որ պետքա դու գնաս այդ նոր տանտիրոջը համոզես, որ դու լավ տան վարձակալ ես ու որպես ապացույց դու կարող ես այդ հին տանը, որտեղ որ մնացել ես, այդ մարդուց թուղթ վերցնես, որ տեսեք, այս որ ինքն են տալիս է, որ այս մարդը այն տան մնացել է, ենթադրենք 30 տարի, վարձը չի ուշացել, տունը մաքուր է եղել, սենց մի խոսքով լավ նամակ է տալիս։ Ինքը նման նամակ բնականաբար չի կարա ստանա ու ամեն մեկը իրան տուն չի տա։ Գտել եմ ինչ-որ տուն մի որոշ ժամանակ, ահագին ժամանակ փնտրել ես, չէր գտել տուն գտնելը դժվար է, վարձով տուն գտնելը, որ համ թանկ չլինի, համ իր գրպանին հարմար լինի ու նաև մի խոսքով թղթերով որ գրանցվի իր քրապան ստանա եւ այլն։ Գտել եմ ինչ-որ մի հատ տուն ոչ շատ հեռու էլի փոքր ստուդիո էր գտել, ուրախացել էր, ասել էր, որ այդ մարդը մի քանի անգամ երկարացրել էր իր մնալու ժամկետը, դե դրսում չէր թողել։ Հնարավորություն էր տվել այս կնոջը հարգելով, որ ամեն դեպքում այդքան երկար ժամանակ մնացել է իր տանը, որ տուն գտնի նոր։ Այդպես այս կինը գտել էր, բայց ամենավերջին րոպեին, երբ որ 15 օր է մնացել, որ պետք է տեղափոխվի, կապվել էր, որ գնան պայմանագիր կապեն եւ այլն, բայց տանտերն էլ ասել էր, չէ, ես գիտեի, որ դուք առանց թղթի ոնց որ այդպես է համաձայն ուզում տար, առանց այդ պայմանագրի, ինքն էլ ասում է, չէ, դե ես այդ թոշակը չեմ կարա ստանամ, ինձ գրանցում է հարկավոր օրինական որպեսզի լինի, մի խոսքով այդ տունը հրաժարվել էին, չէին տվել, ու ինքն էլ պետքա տնից դուրս գար, լավ է, որ ինքը կարողացավ մեկ ուրիշ տուն գտավ գործակալության միջոցով, կենտրոնում է գտել, էլի ստուդիոյա, մի խոսքով մեկ տարի ժամանակով կնքել է պայմանագիրը ու հիմա տեղափոխվում էր ու ինչն էր դժվարը, ես իրեն ամեն ինչով փորձում էի, օգնում էի, մի քիչ որ այսպես ցրված կին է, այս վերջերս էլի մինչև այստեղ գալ է, եկավ ասում է գնացել էր բանկոմատից գումար հանել ու քարտը կուլ էր տվել, գումարը հանել էր ու ժամանակին չէր վերցրել, քարտը կուլ էր տվել, եկավ ուրբաթ օր էր, ասում է վայ շաբաթ օր կիրակի օր ասում է իմ մոտ գումար ընդհանրապես չկա, ասում է կարող 20 եվրո տակ, ես ձեզ երկուշաբթի օրը կգնամ իմ քարտը վիզուալը կվերցնեմ, ես մի անգամից այն կողմից եկավ, ասում է հա բա իհարկե ու այդ ամբողջ ընթացքում մենք իրան շատ ենք էլի օգնել, ասում եմ ինքը որ այդ ինչ եկել եմ ես, ինչ պատրաստում է իր համար է պատրաստում, ճաշ ամեն ինչը տանում էի, ասում էի ինքն է որ զբաղված էր այդպես իրեն էր հավաքում էր բաներ անում ու փորձում էի նաև երբ որ ասեց որ տուն է չկա փորձում էինք տուն գտնենք մի խոսքով ամեն ինչով օգնենք ու այդպես որ եկավ ասեց կարող 20 եվրո տակ ես մի անգամից տվեց այդ 20 եվրոն ասեց լան ասեց գիտես չէ որ ոնց որ հետ չի կա ասեց ինքը շատ բան կինա էլի այդպես երբևէ չեմ մտածել ասեց Իրանից չէր ավելի շատ, ասեց այդ այն տղամարդն հետ, որ ինքը ապրում էր, ավելի շատ այդ տղամարդն էր ավելի ոնց որ պատասխանատու, ինքը ասեց, չգիտեմ, կտեսնենք, ասեցի լավ, այդ 20 եվրոն տվեցին, որովհետև դիմացի շաբաթ կիրակի ինքը այդ պրովիզիոն ժամանակավոր բանկային քարտը չէր կարա վերցնել, որպեսզի իր համար ուտելիք առներ շաբաթ կիրակի օրը, չնայած որ ես իրան ասում եմ էլի պատրաստում եմ, խնդիր չէր լինի էլի պատրաստելու համար, բայց ասեց թե ձեռքս գումար լինի, ասեցի հա բա իհարկե։ Մի խոսքով տվեցին երկուշաբթի օրը եկավ, անցած ինքը չեկավ բացարձակ, ինքը գիտի որ մենք Հայաստան ենք գալու, երեքշաբթի օրը հա մյուս հարևանուհուս տեսա, ասում է բա իմացա բանը, ասում է կանչիլա ես եմ վճարով եմ ապրում, ասեցի հա, ասեցի հետաքրքիր է, ես իրան միշտ առաջարկել եմ, որ անվճար գամ, ես քեզ օգնեմ, ասում է հա դե չի ուզում, ոնց որ ոչ մեկ տեսնի, որ իր տունը տենց կեղտոտ է, ասեցի հա դե, ու հետո ինքը խնդիր ունի, կան չէ մարդիկ, տենց ինչ որ դա հիվանդության նման մի բան է, որ մարդիկ
անընդհատ առնելու բանում են, իրան նույնիսկ պետք չի, ինքը ամեն օր գնում էր այդ շուկաները, շաբաթ-կիրակի օրերի շուկաները ու ինչ-որ բաներ ա գնում, ինքը գնում բերում ա չի էլ օգտագործում, ուղղակի տանը լցնում ա, ամեն տարի իր տնից հագուստները, գիտեք ինչքան հագուստներ ա հանում, տոպրակներով հագուստներ, բայց այդ հագուստները խնդիրը նրան ա, որ ինքը լողանում ա, չի լողանում հիմնականում ու հագնում ա այդ հագուստները հետո թափում ա, այսպես առնում ա ու թափում ա, որովհետև տանը լվացք չի անում ինքը։ Մի խոսքով ընկերներ ջան, այդպես էր ու երկուշաբթի օրը ինքը որ չեկավ, ասեցի թե լավ, դե տիկին ա մոռացել ա, բայց երեքշաբթի օրը մենք գալիս ենք, բայց ամեն դեպքում ինձ զուտ այդ պատասխանատվության պահն էր հետաքրքիր էր, հա, հարևանուց, չէ, ասեց մյուս հարևանուց տեսավ, ասեց ինձ վճարում ա, որ ես ժամավճարով, ոնց որ ուրիշների մոտ բանկաներ, ասում ա վճարում ա, ժամավճարով մարդ ա բերել, որ տունը մաքրի, այդ որ իր տան իրերը պետքա գար տաներ, տեղափոխող կազմակերպություններ գտել, իդեպ էդ էլ ասեմ, գնել էլ ասեմ, հետաքրքիր կլինի իմանալ, կամ որ վիդ մեզոնա կոչվում, երբ որ դու ինչ-որ տեղ ես տեղափոխվում կամ ծնողների տունային մի խոսքով տունը դատարկում են, գալիս են, իմ իմանալով իրանք պետքա վճարեն, բայց քան որ ասում ես կինը մի քիչ գիտեն բոլորը տարածաշրջանում, որ ինքը խելացի գործարքներ չի անում, ինքն ա վճարում, չնայած զանգել էր Բրյուսելում մի կազմակերպություն, որպեսզի գան ինքը նկարել էր տունը, իր վիճակը, թե ինչ վիճակում ա, որ վիդ մեզոն անային, գային այդ տան ապրանքները հանեին, Բրյուսելի կազմակերպությունը ուզել էր 3000 եվրո, դեր բնականաբար 3000 եվրոն բավականին թանկ է, էլի, որքան այդ իր տան այդ աղբը, այսպես ասած, հանեն տանել, հետո մեկ ուրիշ կազմակերպություն էր գտել, դա ուզել էր 1900 եվրո էին ուզել կամ ինչ, բայց արձակուրդ էին ու ինքը այն ժամանակ էր ընկել, որ ինքը պետքա տեղափոխվեր, իրան հարմար չէր այդ մարդիկ արձակուրդից գային ու էլի 1900 եվրոյի համար ուրախ էր, բայց քանի որ շտապում էր, հենց մեզ մոտ ինչ-որ մեկ ուրիշ տղաներ էր գտել, որ 800 եվրոյով համաձայնվել էին գան այդ իր ամբողջ այդ աղբը իրերը հանեն, դե տանում են երևի թե թափում են, ինչը որ իրանց պետք է իրանք կպահեն, բայց այնտեղ պետքականի ոչ մի բան չկա։ Ինչևէ, դա էլ գները ասեմ, թե ինչքան թանկ է այդ վիդ մեզոնը։ Ես միշտ մտածել եմ, որ վիդ մեզոնի համար իրանք վճարում են, այսինքն այդ կազմակերպությունը գալիս է, բայց գուցե այն ժամանակ են իրանք վճարում, երբ որ ինչ-որ թանկ գնահատում են, բայց երևի այն ժամանակ, երբ որ թանկարժեք կահույք ա լինում, հին կահույք ա լինում, երևի այդ ժամանակ չեմ կարող ասել ոնց ա լինում, ես այդպես գիտեի, բայց այս կնոջ փորձից պարզվեց, որ դու պետք է վճարես վիդ մեզոնի համար, եթե դուք ինչ-որ այլ ինֆորմացիա գիտեք, ինձ էլ հետաքրքիր կլինի իմանալը, այս քան ընկերներ ջան, երեքշաբթի օրը դե ես գալիս էի, տեսա հարևանի դուրը ոնց որ բացվեց, դուրս ենք գալիս արդեն իրերը պետք է տանենք, ինքներ իրար քույրներ եկել, գնում էին դուրս էին գալիս, ասում ա հեռախոսից համարելնշի մոտոտ, ասում ա հետո որ տեսնեմ, ասում ա կամ որ երբ որ վերադառնաս, այդ 20 եվրոն այդ ժամանակ գտամ, ասում ա հիմա գնում եմ կահույք գնեմ քիրոջս հետ, հիմա մոտս չկա, ասում ա էդի պրովիզուար քարտ էր, ասում ա ես ընդամենը 50 եվրո եմ հանել, դե ասում ա 20 եվրոն, ասում ա ոչ մի բան, ահում չես գնա քեֆ անես 20 եվրոյի, դեც ասում եմ, սենց նայում եմ, ասում իրականում ես այդ ոնց որ նենց էր, որ չեսա ասեցել է, ասեց այդ լյան տուր, ոնց որ ինքը միշտ Ալեքսին դե ինչ-որ նվերներ բաներ ա բերում էլի, սենց ասեց այդ տուր ուղղակի ոնց որ քո կողմից, որ ոնց որ բարություն էլի, այդպես հետո որ ասեց հաց չեմ կարա ոչ մի բան արդեմ, սրտից չեր նստի, ասենք կարող եմ ասես, ուզում ա գնա խանութում, ինչ-որ մի միրգ առնի ուտի ու այդպես ձեր տարիքով կին ամեն դեպքում, ինչևէ, բայց պատասխանը իմ համար կհիշեք մի որոշ ժամանակ առաջ էլ մի տեսանյութ էի գրել, նկարել ես, երբ որ ուզում ես պարտքով գումար ես տալիս, ավելի լավ է պարտքով գումար չտաս, որովհետև իսկ եթե տալիս ես, ավելի լավ է այդ մի անգամից տեղում մտքիցդ հանի այդ պարտքով գումարը, որովհետև
շատ ավելի հավանական է, որ քեզ չեն վերադարձնելու այդ գումարը։ Դու ուղղակի դուր, եթե բերեն, եթե չբերեն, ուրեմն չեն բերի, դու ուղղակի մոռացի։ Մի խոսքով ընկերներ ջան, այդպես իմ համար մի քիչ բան էր ամեն դեպքում, չի ուզենա, որ այդպես լիներ։ Ես շատ լավ եմ վերաբերված, գումարը ասել ասող մեծ գումար չէր, բայց պունկտուալությունը ու մարդկանց վերաբերմունքը շատ կարևոր է, էլի, չգիտեմ, ինձ թվում է կհասկանաք։ Այդպես, այդ էր այս մարդու պատմությունը, ինչն էր այստեղ կարևոր իմանալ, որ եթե ամուսնացած եք, այդ ժամանակ հավանաբար պայմանագիրը կտեղափոխվի, եթե Արտաչյանի ամուսնու հետ ինչ-որ բան լինի, բայց եթե կոմպանիոն տարբերակով եք ապրում, ինչ վարձով տան մեջ, ուրեմն իմացեք, որ ոնց որ կարան էլի խնդիրներ առաջանալ։ Հետո այդ ամուսինը, որ այդ մարդը, որ մահացել էր, այդ մարդու երեխաները եկել էին, այդ մարդու բանկային քարտը ինչ չկար, մի խոսքով ամբողջությամբ իր երեխաներն էր անցել։ Մեքենա ուներ, մեքենան, եթե չեմ սխալվում, այս կինը չէր տվել, մեքենան այդպես ոնց որ առանց չեմ դոկումենտներով, թե ինչ ընդամենը 700 եվրոյով, շատ էժանով, ինչ որ մեկին էլի այդպես վաճառել էր։ Մի խոսքով ֆինանսական պատմությունը ահա որ է լինում Բելգիայում, եթե ծնողների մահի ժամանակ երեխեքը միանգամից այնտեղ են գումարի համար, որ տիրանան ծնողների կամ ծնողներից մեկի ֆինանսներին։ Երբեք ծնողները այդ մարդը, որ այդտեղ էր, հիվանդ էր, այդ իր երեխեքը ոչ մեկ չէր գալի, չէր պահում, ամեն դեպքում այս կինն էր պահում, լավ էր պահում, վատ էր պահում, մաքուր էր պահում, թե մաքուր չէր պահում այդ մարդը ինչևէ, բայց ամեն դեպքում հոգ տանում էր, գոնե ոնց որ մենակ չէր։ Այս կինը օրինակ ունի երեխա, իր տղան Բրյուսելում է ու շատ էլ լավ գործի է, այս Ալեքսն է կանչել, թե մի րոպե տեսնեմ Ալեքսն է։ Խոսքս էլի կիսատ մնաց, որովհետև Ալեքսը այնտեղ ջրում էր, ոնց որ թե լավ ջրվել էր, մամա էր գոռում, գնացի հասա ու արդեն տանն ենք։ Ինչ է ասում, որ այդ կինը ինքը երեխա ունի, բայց տղայի հետ բավական երկար ժամանակ կապ չունի, չի զանգում, չի խոսում, այդ առումով ինքը մի քիչ հոգեբանական խնդիրել ունի ավելի շատ այդ միայնության պահը ու դա է նաև պատճառը, որ ավելի շատ խմիչք է օգտագործում եւ այլն ու այդ առումով անդադ փորձել եմ օգնեմ այդ կնոջը, որ իրեն միայնակ չզգա, բայց դե ինչպես ասում են ամեն մարդ ունի իր ճարակատագիրը, չգիտես վերջում ինչ կլինի, ինչ չլինի, բայց դե այդպես է։ Տղան չի խոսում, դե ես էլ չգիտեմ ինչն է պատճառը, գիտեմ, որ երիտասարդ ժամանակ է բաժանվել ամուսնուց ու ինչքան որ գիտեմ, երեխան մնացել է ամուսնու մոտ ու ինքը չի հոգ տարել, ամուսինն է հոգ տարել երեխայի մասին, դրա համար չգիտեմ ի սկզբանե, թե ոնց է եղել իրենց պատմությունը, դրա համար մի կողմով եմ, որ ասում է, որ լսում ես, չես կարող ասել, թե տղան ինչ պատճառ ունի, որ մոր հետ կապ չի պահում, ինչևէ, ուրիշ ընտանիքը, որ ասում են ընտանիքի մասին շատ չգիտեմ, բայց ուղղակի այդպես շատ է լինում, շատ դեպքեր են լինում, որ երեխաներն ու ծնողները իրար հետ կապ չեն ունենում։ Այսքան է ընկերներ ջան, ես ոնց որ թե ամեն ինչից խոսեցի, իմ համար կարևոր էր ասել, որ այդ վարձով տան մեջ մնալու այդ մանրուքներ են, որ կարա եւ կարևոր լինի։ Այսքանը դե օրվա շարունակությունն էլ հեսա միասին կդիտենք։ Արմինե ջան, այս հատվածը հատուկ քեզ համար եմ նկարում, էլեկտրական թոնիրն եմ նկարում, էլեկտրական թոնիրը այս բանից է միանում, տոկից է այսպես միանում, այստեղ ինքը կավա ոնց որ թե, չեմ իմանում, այստեղ Հայաստանում են հիմնականում պատրաստում, բայց Եվրոպայում բոլորը գրեթե ունեն հայ ընտանիքները, Ամերիկայում եւս գրեթե բոլորը հայ ընտանիքները ունեն։ Հայկական խանութում նայեք, գուցե ուշադիր չեք եղել, չեք իմանում, ես էլ չգիտեի, այստեղ ինքը սենց տեսնում եք, ինչա կոչվում են սենց բանա, ինչ է անունը, մոտիկացնեմ, էլեկտրական այդ ձև բանով է,
շամփուրներով է եփվում, այս կոնկրետ 2, 4, 6 շամփուրա լինում է, որ ավելի 7, 8, 11 շամփուր ունենում է, միսը հավաքում ես վրան, ոնց որ խորովածը կանեիր ու այսպես տեղադրում ես, շատ հաջող է ստացվում, այստեղ պատրաստած խորոված, կարտոֆիլ, ինչ ուզում ես, կարող ես պատրաստել, չգիտեմ, քյաբաբի համար նախատեսված բաներ ունենում է, թե չէ, ինձ թվում է կարող է եւ ունի, քյաբաբ չի լինում, կոնկրետ մերինի մեջ պատրաստել, որովհետեւ մերը չգիտեմ, մոդելներից կարող է տարբեր լինի կամ ինչ-որ մի բան։ Ինչևէ, կարող եք գնել հայկական գրեթե բոլոր խանութներում սրանցից վաճառում են։ Ընկերներ ջան, ես Բելգիայում չեմ գնում, որովհետև Բելգիայում տեղ չունեմ դնելու, մեր համասի սարով բան։ Այս բավականին երկար ժամանակ է, մենք ունենք, շատ գոհ ենք որակից, չգիտեմ, խնդիր չի լինում, որ տանենք առանձին ինչ-որ մի տեղ խորոված պատրաստել տան կամ եւ այլն, երբ ուզում ես տանը պատրաստում ես համը, ազնվությամբ եմ ասում, շատ լավն է։ Տեսնենք երեխեքին ինչ պաղպաղակ ենք վերցնում, ընկերներ, պաղպաղակ վերցնենք, գնանք տուն։ Մեկ էլ բան, տվարոշնիկները, տվորգները են քաղցր։ Սիթից, այդ նատ տեսնեմ Ալեքսի հիշի։ Ապաս։ Սրանցից ենք վերցրել։ Երեխեք այս մառոժնիչ էին ուզում, չկար, այս գունավորն էին ուզում, երեքին պետք է նույնը լինի, եթե նույնը չլինի, դա մեծ պատերազմի բուն է։ Հազիվ գտանք, բացած էին պաղպաղակները, ինչև է, մեկ էլ ես սրանցից լեկիկ տանենք, տեսնենք կուտի պարոն Ալեքսանդրը և սանց մայոժնի, ես դնեմ շուշով սարցախցիկ, տեսել հյուրասիրենք, տեսնենք ոնց կընդունեն։